Ու իսկապես, եթե սիրել, ապա չափից ավելի շատ անկախ նրանից սիրում եք ձեր սիրելի մարդկանց, ընկերներին, թե ձեր աշխատանքը, որովհետև արդյունքը իսկապես շատ սիրելու դեպքում երևում է։ Ու մենք չենք մոռացել, որ այսօր հաղորդման սկզբում խոստացել էինք սպասվող համերգներից մեկի մասին ավելի մանրամասն ձեզ ներկայացնել, եւ հիմա ճիշտ ժամանակն է։ Հունվարի 22-ին New Generation Project-ի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակին։ Բոլոր մանրամասները համերգի մասին հենց հիմա։ Մեր հյուրերի հետ ենք պարզելու, սիրով ներկայացնենք, մեր տաղավարում է New Generation Project-ի գլխավոր պրոդյուսեր Լուսինե Խաչատրյանը եւ Սրփուկը եկչի մեր սիրելի, շատ ուրախ ենք ձեզ տեսնել եւ այսքան կարևոր նախաձեռնությամբ, որը մեր մեծ մայստրոյի 105-ամյակի նվիրված համերգն է։ Իրականում բաբաջանյանական համերգներ շատ են լինում եւ կուզենայինք իմանալ այս համերգն ինչով է առանձնանալու։ Դե առանձնանում է նրանով, որ հոբելյանական է։ Առնո Բաբաջանյանի 105-ամյակն ենք նշելու Արամ Խաչատրյան համերգասրահում ու ներգրաված են շատ տաղանդաշատ երգիչներ, երգչուհիներ։ Համերգը տեղի է ունենալու, ինչպես նշեցի, Արամ Խաչատրյան համերգասրահում եւ մասնակցելու է նաեւ Armstrong նվագախումբը, իրենց ուղեկցությամբ է լինելու։ Շատ սպասված համերգ է, հուսով ենք, որ ինչպես մնացած բոլոր բաբաջանյանական համերգները, սա նույնպես հանդիսատեսի կողմից շատ կսիրվի, այդպես։ Առհասարակ Առնո Բաբաջանյանի հնչյունները շատ սիրված են, նրա կինոերաժշտությունն է նաև շատ սիրված եւ ինչպես է կազմվել ծրագիրը, որպեսզի հեռուստադիտողներին այս դեպքում, երբ կդառնան նրանք հանդիսատես Արամ Խաչատրյան համերգասրահում, հետաքրքրի նրանց եւ որևէ սպասված գործ դուրս չմնա ծրագրից, որովհետեւ ստեղծագործությունները շատ են, բայց համերգի ժամանակն էլ պարզ է սահմանափակ։ Համերգի ծրագրի մասով պատասխանատուն եղել է հենց նվագախումբը, իրենք են երգիչների, երգչուհիների հետ կազմել ծրագիրը ու շատ սիրված ստեղծագործություններ են ներառված, որոնք բնականաբար հանդիսատեսը շատ լսում է, սիրում է եւ հաստատ համոզված ենք, վստահ ենք, որ շատ լավ երեկո է լինելու ու հանդիսատեսը մեծ բավականություն է ստանալու։ Սրփուկ, մենք որքանով գիտենք, սա քո կարիերայի բաբաջանյանական առաջին կատարումն է լինելու մեծ, ճիշտ է։ Այո, առաջին ու շատ պատասխանատու։ Իսկ որ երգն է ընտրվել եւ արդյոք քո ցանկությամբ է եղել։ Այո, ինձ ցանկությամբ է եղել։ Եթե պիտի երգեմ բաբաջանյան առաջին անգամ, պետք է ես ընտրեմ, հա, ինչ եմ երգելու։ Պես է ստացվել, Twice Lady եւ Gottlieb-ի ստեղծագործություններն եմ երգելու։ Այնպես որ ավելին ասեմ Արամի հետ, իմ զույգի հետ երկու աստղի դուետ ենք երգելու, այնպես որ հունվարի 22-ին բոլորին սպասում ենք, եկեք, շատ լավ անակնկալներ են սպասում։ Հիմա թույլ տվեք հետ գնալ եւ հիշել մեր զրույցը երկու աստղի ավարտից անմիջապես առաջ, երբ Արամը նշեց, որ մենք արդեն որպես դուետ տարբեր տեղերից ունենք հրավերներ, նաեւ այս համերգի մասին էր խոսքը։ Այս համերգի մասին էր խոսքը։ Փաստորեն այդքան ժամանակ, այդ խիտ ծանրաբեռնված գրաֆիկին զուգահեռ դուք նաեւ պատրաստվում եք այս համերգին, մի փոքր պատմիր նաեւ փորձերի մասին, ինչպես են ընթանում, ինչ փուլում է հիմա գտնվում։ Հրաշալի անցնում են փորձերը, պատրաստվում ենք, Արամին շատ սազում է, իդեպ այս երգը, որը որ պետքա դուետ երգենք, այնպես որ չգիտեմ, շատ լավ է անցնում։ Բաբաջանյան կատարելը բարդ է։ Այո։ Շատ երկար դատարկ, այդքան բարդ է, թե։ Շատ բարդ չէ, պետք է զգալով երգել, հոգով, սրտով, այդ դեպքում ոչ մի դժվարություն չի լինում։ Տեխնիկական երգեցողության առումով այո բարդ է, բայց երբ որ հոգին եւ սիրտը միանում է այդ ամեն ինչին, հեշտանում է շատ բաներ։ Նաև խոսենք մյուս մասնակիցներից, որ երգիչ-երգչուհիներն են ելույթ ունենալու, նրանք ինչ ստեղծագործություններով գուցե արդեն կարող են բացել փակագծերը եւ ներկայացնել, թե ելույթ կունենան։
Ինչպես նշեց Սրբուկը, դուետով են հանդես գալու Արամ Մելիքյանի հետ, քանի որ շատ սիրվել էր իրենց զույգը երկու աստղից, դրա համար մեզ մոտ միտք առաջացավ, որ անպայման կուզենք դուետով հանդես գան ու Արամ Մելիքյանը առանձին մի երգել կերգի համերգի ընթացքում, նաև ներգրաված է շատ սիրված Հայկ Պետրոսյանը, Անուշ Բադալյանը, Տիգրան Քախվերջյանը եւ վերջ, այդքան է։ Հետաքրքիր Armstrong-ին մենք սովոր ենք լսել Dixie ոճում, ջազային կատարումներով, իրենց ներկայությունը մոտեցման առումով ինչ-որ փոփոխություն բերելու է Բաբաջանյանական մեղեդիներին։ Նոր մշակումներ են իրականացվել ու հենց նոր մշակումներով են ներկայացվելու Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Իրենց կողմից կարծում եմ շատ լավ է ստացվել։ Համերգը լինելու է հոբելյանական, եւս մեկ անգամ հիշեցնենք Արնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված եւ լինելու է հունվարի 22-ին։ Արդյոք այս ծրագրով կրկին կլինեն համերգներ տարվա ընթացքում այս։ Մենք ունեցել ենք նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Բաբաջանյանի համերգը իրեն նվիրված ու ճիշտ ասած շատ բուրըն արձագանք ունեցանք ու անպայման հենց այդ օրը որոշեցինք, որ պիտի ֆիքսենք, որ անպայման Բաբաջանյանի Հոբելյանին նորից պիտի համերգ անենք ու ասեմ, որ բավականին արդեն լավ արձագանք ունենք, թե տոմսերի վաճառքի առումով, թե առհասարակ հանդիսատեսի կողմից Եվ դրական արձագանք արդեն ունենք։ Հետաքրքիր է, միշտ մեծ կոմպոզիտորների, մեծ ստեղծագործողների մասին խոսելիս, երբ ասում ենք նոր մշակումներ, ինձ թվում է, որ խիստ մասնագետները, որոնք նստած են տանը եւ գիտեն, թե ինչպես է օրինակ ճիշտ պետք կատարել Բաբաջանյան, մի քիչ լարվում են այդ պահին։ Հարցը Սրբուկին ուղեմ թերևս, Բաբաջանյան կատարելու ճիշտ մոտեցում կա։ Ինչ են կոնսերվատորիայի տարիները, չգիտեմ, մոտեցումները։ Նայեք, ես մեծ բեմում չեմ կատարել, բայց կոնսերվատորիայի տարիներին բավականին երգեր կա, ստեղծագործություններ կա, Բաբաջանյանի երգել եմ եւ իհարկե քննությունների ժամանակ, այնպես որ այնտեղ սխալվելու իրավունք չունեի։ Իսկ Այստեղ էլ բնական է, բայց մի փոքր ազատություն կա ամեն դեպքում բայց չենք հեռանալու ճշգրիտ մեղեդից, ուղղակի մի փոքրիկ շտրիխներ լինելու են իմ կողմից։ Բայց հետաքրքիր է, ինչպես է որ մինչև այս համերգը չէիր կատարել Բաբաջանյան, այսինքն ես էլ եմ զարմանում, ինչպես առիթը թե խուսափելես մոտենալ, կոմպոզիտորին ինչ է եղել։ Եվ իր թիմը ուղեց եւ ես կատարելու եմ շնորհիվ իրենց։ Բայց եղել են առաջարկներ այլ համերգների ընթացքում, որ ցանկալի է այս երկացանկով ներկայանալ, այս երգերը կատարել, որոնք Բաբաջանյանի ստեղծագործություններից են եւ հրաժարվել ես, թե ուղղակի առիթ չի եղել։ Առիթ չի եղել, ես հիշում եմ երկոցում պետք է որ երգեի հետո չստացվեց իմ գործի հետ կապված։ Իսում է ամեն ճիշտ ժամանակին է լինում, ուրեմն ժամանակը հիմա է։ Իսկ սերը Բաբաջանյանական ստեղծագործություններին որպես երգչուհի կատարող այս դեպքում տալիս է այս համերգը մեկնարկ, որ հետո նաև քեզ տեսնենք այլ ծրագրերում համերգային հենց Բաբաջանյանական ստեղծագործությունները ներկայացնելով։ Էրի լարվեց Սրբուկը։ Այոն ամենաճիշտ պատասխանն է, եկեք այդպես պատասխան։ Այո եւ Այո եւ Ես ասեմ, որ հաստատ համագործակցելու ենք էլի Սրբուկի հետ, որովհետև սա արդեն թվով երկրորդ համագործակցությունն է։ Էլվինա Մակարյանի համերգի ժամանակ էին ներգրավել նաև ու հաստատ շարունակական լինելու է։ Իսկ New Generation-ը արդեն քարտեզն ունի, թե հետո էլ ինչ արտիստերի կամ կոմպոզիտորների եք անդրադառնալու, որովհետև դուք սիրում եք այս թեմատիկ համերգները։ Հա, թեմատիկ ու անպայման անդրադարձը կատարում ենք այն երաժիշտներին, ստեղծագործողներին, կոմպոզիտորներին, ովքեր մեզ ներդրում են ունեցել ու անպայման ուզում ենք, որ միշտ իրենց անունը լսվի, հնչի բեմից, մեծ բեմերից ու հաջորդ համերգը հենց արդեն գարնանն է նախատեսվում մեր Ray Charles տրիբուտ է լինելու։ Այո։ Ու արդեն Սրբուկ։ Կարծես թե Ray Charles եւս չեք կատարել, չէ։ Այո։
մինչև տարեվերջ արդեն թվով 12 համերգ ունենք նախատեսած։ Հրաշալի է, վստահ եմ դեռ առիթ կունենանք այդ համերգների մասին եւս խոսելու մեր տաղավարում։ Շատ շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք առավոտը։ Մենք ձեզ ենք շնորհակալ։ Ձեզ մաղթում ենք Բաբաջանյանական հրաշալի դրամատրությամբ լի Սիրով երեկո։ սպասում ենք։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված հոբելյանական համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում բաց մի թողեք այս հնարավորությունը, գոնե թե Սրբուկին առաջին անգամ կտեսնենք Բաբաջանյան կատարելիս մեծ բեմին։ Դե ինչ, մենք էլ շարունակենք հենց Բաբաջանյանական մեղեդիով։